Բարի երեկո, սիրելի հեռուստադիտող։ Ես եմ, դու ես, ես չկամ։ Կասեր Վահան Տերյանը։ Իսկ եթե ես կամ, դուք կաք եւ մեր հյուրերը կան, մենք կարող ենք սկսել խաղալ այլ կերպ։ Այսօր մենք հյուրերի հետ ձեզ հասցնելու ենք էմոցիոնալ կատարսիսի։ Հուսով եմ կատարսիս բառը ճիշտ եմ օգտագործում։ Լրիվ այս թեման է։ Այո։ Անցնենք իմ բառապաշարից եւ ես ներկայացնեմ իմ այսօրվա տաղանդավոր հյուրերին։ Այսօր մեզ հետ խաղալու են տաղանդավոր դերասան Լևոն Հախվերդյանը։ Մոնտաժով գրեք, էլի։ Այլ կերպ ասած դրամատիկ թատրոնի լավագույն երիտասարդ դերասանը, մնացածի ականջից հեռու։ Տղան է կատինի, տղա։ Նա հետ նույն թիմում կխաղա դերասանուհի Մարիամ Ադամյանը, այլ կերպ ասած երկրորդ ամենատպավորիչ հայացքով մարդը, որովհետև առաջինը իմն է։ Նրանց դեմ կխաղան դերասան Սուրեն Պողոսյանը, այլ կերպ ասած 40 վայրկյանում լիքը անհարմար հարցեր տվող այն ընկերը։ Եվ դերասան Հայկ Դարփենյանը, այլ կերպ ասած օդ մոնոներկայացման մեջ դերասաններից մենակ իրան էի հավանում։ Ինչպես եք ընկերներ։ Լավ։ Բավականին լավ։ Ես շատ լավ եմ, մանավանդ որ թատրոնի մարդիկ են եւ կինոյի մարդիկ են գալիս, ինձ հարազատ։ Խաղում եք այլ կերպ խաղացել եք երբևիցե։ Ամեն օր։ Ես գիտեմ, որ Մարիամը լեգենդար խաղ է։ Այո, այո։ Գիտեմ, որ պարտվել չի սիրում, մեզ մոտ հաճախ են հյուրեր գալիս, որ պարտվել չի։ Չեմ սիրում։ Մենք ունենք նախատեսված ապեր։ Դուք Չլինի այդպիսի բան։ Մենք ուզում էինք իհարկե դա իմանալուց հետո գնայինք, ես թողեցին, բայց խաղի ընթացքում։ Իմիջիալոց ես մի հետաքրքիր փաստ ասեմ, սիրելի ընկերներ, Սուրենը եւ Հայկը 21 տարվա ընկերներ են։ 21 առաջին դասարաններ են, ու եթե իրանք այսօր պարտվեն, չգիտես թե ինչ տեղի կունենա մեր կառավարումը։ Իսկ մենք Մարիամ, մենք ինչքան ժամանակ կան։ Մենք 11։ Չի, կարա մի քիչ։ Բայց դե ես այդ պարտվել չի լինի։ Չի լինի։ Մենք արդեն հաղթանակ ենք։ Արդեն հաղթանացած։ Արդեն հաղթանակի որ մեր երեկոն սկսվել է, սիրելի ընկերներ, ես մի անգամից ներկայացնեմ առաջին փուլի կանոնները, մենք ունենք շատ փուլեր, զինվեք համբերությամբ, ուժ հավաքեք, դուք պետք է այսօր իրարից նեղացած գնաք տուն։ Այս ենք մենք ուզում, հասկանում եք, խաղը պետք է հասնի հիստերիայի մակարդակին։ մենք երեք էինք բարի շնորհիվ։ Դե ինչ, ներկայացնեմ առաջին փուլի կանոնները։ Մասնակիցներին տրվում են քարտեր, որոնց վրա գրված է 7 բառ։ Նրանք պետք է 1 րոպեում կարողանան թիմակցին բացատրել այդ բառերը այլ կերպ, չօգտագործելով բառարմատ կամ թարգմանություն։ Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ։ Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, բայց դեռ ժամանակ է մնացել, կարող եք վերցնել հաջորդ քարտը։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Okay։ Իսկ հիմա պետք է որոշենք, թե ով է սկսում։ Սուրենը։ Իհարկե կա։ Չինգաչունգ։ Այո, քար մկրատ թուղթ խաղի շնորհիվ պետք է։ Ինչքանից։ 3-ից։ 1-ից։ Լավ, գնացինք։ Բրավո, չիկի։ Որովհետև ես ձայնով արեցի։ Միրա Պեկարովն է սկսում, թե կրվող։ Ինձ համար ընդհանուր։ Ես համարում եմ, որ իրենցից ով ուզում է, թող որոշի հասկանամ ինչա տեղի ունի։ Բայց չեք ուզում առաջին միավորները դուք կորզել։ Չէ։ Թող տեսնեմ որտեղ են սխալվում, որ մենք շանենք։ Շատ բացատրեմ, սկսենք։ Հայկ, պատրաստ եք։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտող, խաղը սկսված է, 1 րոպեն գնաց։ Իրանից սարքում են օրինակ տորտ բան, ինքը առաջին բանն է, ապրես, ուզում եմ սխմեի նորից, okay, հունվար, փետրվար, մարտ, ամիս, ահա, այդ բոլորը իրար հետ ինչ են կոչվում։ Ամիս։ Տենց աշխատավարձի տեսակ էլ կա։ Անցավճար, չգիտեմ, օրավարձ։ Լավ, անցանք առաջ։ Բաբաջանյան 87, դա ինչ է։ Հասցե։ Ապրես։ Սեզոն։ Գնում ենք, ճիշտ է, չէ, այդ անցի, մոռացի։ Գնում ես անտառ, ինչ ես խփում, որ գիշեր ես մնաս։ Վրան։ Ապրես։ Բան, ինչի մեջ ես քեզ նայում։ Հայելի։ Ահա, հիմա այս ծառը ուղիղ չի աճած, այլ թեք։ Հայլին ծուռ է, ծուռ հայելի։ Ապրես։ Օ, ճիշտ է։ Մոնան համերգների ժամանակ ինչ ա դնում գլխին։ Ինչ ասես։ Դե այդ անցի առեմ, բան, գլխաշոր։ Չէ, աստվածին, բան, մազերի
Չոլկա։ Մազերը երբ որ բնական չեն, թատրոնում են դա օգտագործում։ Այո, լավ, ես համարում եմ, որ ճիշտ։ Բայց ժամանակը լրացել է։ Բարիկ եւ կեղծան բառերը ընթացքում ասեց Սուրեն։ Հայ մնալ ավելի կարևոր է։ Էս ինչ է բանը։ Ես ձեզ ասեմ, հայ մնալը միշտ է կարևոր։ Իրական հայ։ Սկսեցինք Լևոն, մեկ րոպեն գնաց։ Մարուշատի, այն կենթանին, որ ինչ ասում ես կրկնում է թռչունակ։ Թութակ։ Ապրես, քաչքարեն դրանով սարքում։ Քարտաշ, Ինչ են անում տաշել, չէ, մի րոպե ասեմ, քանդակել։ Չէ, հողի ինչ անել։ Փորագրել, փորագրություն։ Ապրես, Ճիշտ է, ինչի մեջ ես աշխատավարձները Ծրար։ Ճիշտ է։ Ապրես, լսի ծաղիկի տեսակ, Կակաչ, նարգիս, կակաչ, նարգիս, պիոն, վարդ, նարգիս, յասաման, մանուշակ, ծաղիկ, մանուշակ, կագույն, ասեցի, լսի, մենք ինչով ենք զբաղվում, մենք ինչով ենք զբաղվում, մեր արածի ինչ է, ինքը թատրոնը, մշակույթը, աշխատանք, ինքը ինչ է, Ուրիշ է բացում, անցեք ուրիշ բար։ ոլորտ, բնագավառ, թատրոն, մշակույթ, երգ, դրանք բոլորը ինչ են, արվեստ, հիմա արվեստ օպերան որտեղ է քաղաքի, արվեստի կենտրոն, Ճիշտ է, շարունակեք, ապրեք Լևոն։ երբ որ դու երգում ես, ես հետը հավասար երգում եմ, Զայնակցել։ ապրես, Բրավո։ Լևոն։ Ինչպես է բացատրում, շատ կենտրոնը շատ դուրս եկավ, շատ լավ բացատրեցիք, ես լուրջ չգիտեի ինչ ասել, ուզում եմ ասել դեմքի վրա մեջտեղում ինչն է, ասես բաներ։ Տեսեք, դուք շատ լավ խաղացիք Լևոն եւ Մարիամ, բայց դուք խաղի կանոններից դուրս գործեցիք, art բառը օգտագործեցիք, art անգլերենով նշանակում է արվեստ։ Is դա թարգմանություն է։ Այո։ Ես գիտեի, ես արտով էի ասում։ Եթե արտի մասին արտում, զելի, Ցավոք դուք չեք կարող մեզ համոզել Լևոն։ Շնորհակալ եմ, գումարը կփոխանցենք։ Արտարվեստն։ Եւ հաջորդ բառը դուք փորագրություն բառը ժեստերով շատ ցույց տվեցիք։ Փորագրեցիք։ Ես գիտեմ, որ դուք դերասաններ եք ու ժեստերը հաճախ մեզ օգնում են։ Խնդրում եմ հիշեք, որ խաղը ունի կանոններ եւ ժեստերով մի ցույց տվեք։ Իսկ խաղը հիմա շրջանը անցնում է ձեզ, Սուրեն։ Պատրաստ եք 21 տարվա անկերոջը բացատրելու այնտեղ առաջին գրված։ Իրանք բարիկ բառը բան արեցին, բայց արտը Լսի, խստահին ես ոնց որ սովորաբար ես մտածում, այտենց չանես։ Ավելի փորձենք, արի։ Կարող ենք։ 1 րոպեն սկսված է։ Բանը, Սասունցի Դավիթը ինչ է։ Էպոս։ Ուրիշ ձև։ Առասպել։ Այո, որ ես առաջին անգամ եմ այս տարածքում, ես տեղ ինչն եմ։ Նորեկ։ Այո, Ճիշտ է։ Ծառի, ինչից է կախ։ Այո, ինքնաթիռը բարձրանում է։ Վայրեջք, վերելք, ճիշտ է, շարունակեք։ Ինչ երգը, ֆիլմ կա հայկական։ Հին օրերի երգը։ Հին օրերի։ Լսի, բան քթի վերևում երկու ինչ ունենք։ Ունք։ Չէ, դրա տակ։ Քթի վերևում ունք։ Դրա տակ։ Աչքեր։ Այո, աչք։ Դա ուրիշ ձև, ոնց են ասում։ Ակն։ Այո, եւ ինչ ենք ուտում։ Տանձը չեն Միշտ խնձոր։ Ահա, իրար միացրու։ Առաջինը նա, երկրորդը ես։ Խնձորը։ Լավ, ես ինչ արեցի։ Զարմանք։ Այո, Չէ, երկար։ Զարմանալ։ Այո, աչքի մյուսը կպցրու տանձի մյուսը։ Ակնախնձոր։ Սախտիմը գորում է ակնախնձոր։ Բրավո, աչքի մյուսը կպցրած տանձի մյուսի հետ շատ հետաքրքիր համադրություն։ Ակնախնձոր։ Շատ լավ բացատրեցիք Սուրեն։ Դուք ավելի 21 տարվա ընկեր եք, քան Հայկը։ Միանշանակ, բայց պահողը միշտ ես եմ։ խաղում։ Շատ լավ խաղացիք, շատ Սուրեն եւ Հայկ, բրավո ձեզ, բայց դուք էմոցիայով ցույց տվեցիք զարմանքը, Ոք ես էմոցիոնալ եմ։ Այո, դուք էմոցիոնալ եք, դերասան եք, շատ նորմալ է, բայց մենք շատ սառնասրտորեն այդ միավորը հանում ենք, բայց շնորհավորում ենք շատ լավ խաղի համար։ Հերթը ձերն է, Մարիամ, ինչպես տեսնում եք, շատ ուժեղ խաղացողներ ունենք։ Խառնվեցի իրար ես։ 1 րոպեն սկսված է։ Հեռախոսով ինչ ես անում, որ պատասխանում են։ Զանգել, Սարքի գոյական։ զանգում, Չէ, վերջին էլի հանի։ Զանգ, Ինչով ենք մենք տետրի վրա ինչ ենք անում։ գրել, Գրիչ։ Այդ գրիչները, որ դնում են մի հատ օբշի Գրչատուփ։ ապրես։ Ճիշտ է։ Բայց եղում է։ Բանկում ինչ ես դնում, որ վրան ավելանում է։ ավանդ, Ահա, որ քեզ ինչ եմ, լավ ինչ ենք հագնում մեր շոր, հագ, ոտքերի մյուսը, այդ որ ինչ է անել։ ձերնոց նետել, Ապրես։ Ճիշտ է։ Այն որ ճղճղած շոր են հագնում, ի՞նչ է։ ինչ է,
Շատ գրական բառ է։ Լավ, ես քո առաջ ինչ եմ որ դնում որ դու չանցնես։ 4-ի տունը ինչ ունի 4 հատ։ Պատնեշ։ Մերսի։ Ճիշտ է։ Մերսի։ Մի հատ ասա այդ բառերը, որ շատ ճղճղաց շորը ինչ է հակել, մուրացկանը ինչ է հակնում։ Լավ, ինչ են ցանում արտում։ Արտում ինչ են ցանում։ Ցնցոտի։ Ապրես։ Բրավո։ Ահա, այդ ծրագիրը ես ինչ եմ արել։ Ինստալ։ Ինչ ես արել։ Stop. Install. Install. Մի հատ ներոկը նստեցնեք։ Microsoft Word 7, չգիտեմ։ Իվարկան, իսկ ես կարող էի ասել ցորենը տարը օգտագործել։ Չասեցիք ցորենից է տարը։ Դուք ասեք ինչ են ցանում արտում, ոչ մի խնդիր չառաջացավ այդտեղ։ Բայց ինձ Մարիամի հանգստությունից է։ Դուք գուշակեցիք 6 բառ։ Շնորհավորում եմ ձեզ։ Շատ լավ խաղացիք, ապրեք, լավ բացատրում եք, լավ գուշակում եք։ Երկրորդ շրջանն է արդեն Հայկ, ասում ավելի լավ խաղա։ Իրականում մինչև սկսելը մի հատ բան ասեմ, այդ հանգիստ անիմաստ պանիկան ավելի շատ ժամանակ է խլում, քան եթե հանգիստ բացատրենք։ Բայց մը լսեցին բոլորը, դուք պետք է մենակ ձեր թիմակցին ասեք։ Ես հայ եմ, ես հայուհի եմ։ Շատ ազնիվ մարդ եք, ապրեք։ Սկսեցինք։ Իգործ։ Այո։ Անջատի ինչը լույս ապրես հանցագործություն ես գործել վերջնական կետդ միջև բանտ տանելը տեղանքը ճիշտ է ապրես այ լավ ապրի մի քիչ մի րոպե հիվանդացար գնում ես ուր որ ինչ ապրես չէ միջև այդ որ գնում ես հաբ խմելու ապրես իննից հետո որ թիվն է գալիս ըհը ինչ 10 մի րոպե ինչ որ երբ որ թղթի վրա գրել ահա դրա հին ձևը տպել չէ ինչով ես գրում գրիչ ահա դրա նախորդ դարյանը բան օքեյ ինչի մեջ էին ինչ անում այդ գրիչը թանակ կաման ապրես օքեյ ինչ ակցիա է սպասում որ ասում են որ չէ դրապես մի բան է գիշերն էլ է տենց լինում գիշերը մութ Stop Թեժ Դուք կարող եք գիծով բացատրել Թեժ կարմիր գիծ ընդեղ լիքը բաներ գիշեր վերջապես թեժ գիշեր Դե ինչ Լևոն Հերթը ձերն է 11 տարվա 12 տարվա ընկերոջը բացատրելու մի անգամից րոպեն գնացինք Կիլիմանջարո։ Լավ, լսի, ասեք մթա, այդ ի՞նչ է։ Մեր թվարկությունից առաջ։ Չէ, ինքը ի՞նչ է նշանակում։ Այդ որ մենակ տարել ես։ Ապրես, այդ ունենք։ Երբ որ ինչ-որ մի բան դու առաջին անգամ ես անում, դու այդ փորձարկել, նորեկ, նորեկի մի հատ ուրիշ ձևը։ Դու առաջին անգամ ես։ Ուրիշ բառ ասա, հետո կգանք դեռ։ Okay, վերջացնելու սկիզբը ի՞նչ է։ Սկիզբ, վերջաց։ Արդեն ասեցի, ասելու են էդի չեղավ։ Լսի, մածունի վրա որ ջուր լցնես ինքը ինչ դառնա, հիմա թանին խառնի, Թանապուր։ Ապրես, էս էլ ունեցանք, լսի, ուսերից վերև ինչն է։ Գլուխ, պարանոց։ Գլխի մեջ ինչն է։ Ուղեղ։ Հիմա կպցրու իրար։ Պարագլուխ։ Գլուխ եւ ուղեղ, կպցրու իրար, ինչ է։ Պրոստի իրար հետ ասեք։ Գլխի ուղեղ։ Չէ, ինհանի։ Գլուխ ուղեղ։ Չէ, Գլխ ուղեղ։ ապրես։ Վայ, լսի նոր տարին ունի ձև։ Ամանոց։ Ապրես։ Stop։ Քանի բաց, ավելի դժվար չի։ մենք մրցակից ենք, բայց ես էի ուզում հաղթեի։ Բացատրում գլխուղեղ։ Ես ավելի բարդ բան էի մտածում։ Պարագլուխ, ինչքան կրիմինալ բան կա ասես, Մարիամը։ Շատ լավ խաղացիք։ Բրավո ձեզ։ Ընդամենը մեկ սխալ եք թույլ տվել, որի մասին անգամ դուք տեղյակ չեք։ Ամանոր բառը, դուք ասացիք նոր տարի, ամանորը այնտեղ կա բառ արմատ, նոր։ Ամանորը, ամանորը, բայց տխրել ձեր փոխարեն։ Ցավում եմ շատ։ Նենց եմ ցավում։ շատ լավ են խաղում հլը չեն էլ ամաչում, աղջիկ կայթում, գոնե մի քիչ հլը մի հատ նայեք ինչ սիրուն տղերք եկեսի չեկան։ Լավ, Սուրեն, ձեր հերթն է, մեկ րոպեն սկսված է։ Տան դիմաց ինչ են շարում որ մարդ չմտնի։ Պատնեշ։ Ուրիշ ձև։ Անցի առաջ կասեմ։ Լավ։ Ես գնում եմ աշխատում եմ ու աշխատանքով ես գնում եմ արտերկիր։ Հանգստանալ։ Արտերկիր եմ գնում աշխատանքով։ Դա ինչ է։ Արտագնա աշխատանք։ Չէ, աշխատանք ուրիշ ձև։ Ուրիշ ձև, ուր եմ լավ։ Լսի ինչ ես քաշում որ հերթից սպասես։ Կտրոն։ Այո։ Այն երեխեքը որ հիվանդանում են, ինչ հիվանդություն է դա։ Բանը ինչ են խմում։ Թեյ, սովորական չէ, ահա, ինչ ենք ջրծաղիկ, այո, նա կանգնած մի աղջիկ,
Չգիտեմ ես այդ երկերը, անցի առաջ։ Սարուր է ինչա, անցի առաջ։ Լսի, բան անել, գիրքը ինչ անել։ Պաղաղբյուրի մոտ։ Ապրես, լսարակ գիտեք։ Շատ լավ երկը։ Երկի էջը ինչ անել։ Թերթել։ Այո։ Լսի ինչով ենք նվագում, փողային գործ։ Ձերքերով զսուտը։ Սաքսոֆոն։ Ինչ անել հողը։ Փորել։ Հա, երկրորդ բառը։ Փողային։ Սկզբից բան ավելացրու։ Շեփոր։ Այո, Ճիշտ է։ Ստոպ։ Գործուղում։ Չէ, բայց լավ է բացատրում։ Շատ հեշտ պայքար է գնում։ Դե ինչ Մարիամ, ամփոփենք փուլը, գործեք հնարավորինս շատ միավորներ։ Գնացինք։ Այն որ ինչ կամ բարձր են ունենում կամ ինչ լավ են որ օստված։ Ինչն է խփում որ քնից արթնանում են։ Զարթուցիչ։ Ապրես մարդը այն որ գլխի մեջ բան կա, որով ամեն ինչ է անում։ Մտածել միտք, Չէ, որ չմոռանա։ Հիշողություն։ Ապրես հռոմում են կլորը, որ Կոլիզեի։ ապրես օստված էս ինչ վատ բառեր է։ Լավ, մենք ինչ ենք պետության համար։ Հասարակություն։ Ապրես։ բրավո, Մարդը գնացինք։ ինչ ունի, այն որ ասում են կամ ցածր է լինում կամ բարձր։ Չէ, այն որ նստում է ինչ որ բան գնահատի, ասի լավն է։ Ապրես, այն որ մարդը ինչ է անում գլխով։ Համաձայն մտածել։ Այդ բառով այետի, այն որ մտքերի մեջ ենք մտորել։ Ճիշտ է։ Այս բառը ոնց բացատրեմ։ Մարդը ծուխը որ քսում են մարդու երեսին ինչ է լինում։ Ծուխը որ քսում։ Այն որ չէ, ածուխը, սևանալ, մորոսվել։ Այդ մուր վերջում միացրու մի հատ մահակ բառի նման։ Ստոպ։ Ասեք։ Ստոպ, չեմ հաշվելու էլ։ Մուրհակ։ Մարիամ, շատ լավ բացատրեցիք, Լևոն դուք շատ լավ գուշակեցիք, բայց ունենք մի փոքր թերություն զարթուցիչ բառի հետ կապված, դուք արթնանալ բառն եք օգտագործել, իսկ դա բառ արմատ է, մեկ միավոր պետք է հանենք ձեր վաստակածից, բայց ես ձեզ վստահեցնում եմ, դուք շատ լավ եք խաղացել, դե ինչ, ամփոփենք առաջին փուլի արդյունքները, 20-18 հաշվով հաղթում են Առայժմ հաղթում են Հայկը եւ Սուրենը։ Առայժմ բանը։ Շատ լավ փուլեր, շատ թեժ պայքար կա, առջևում լավ փուլեր կան։ Սպասենք տեսնենք ինչ կլինի։ Դե ինձ սիրելի ընկերներ, անցնենք երկրորդ փուլ։ Միանգամից երկրորդ փուլի կանոնները հնչեցնեմ, որ շարունակենք մեր թեժ մարտերը։ Մասնակիցներից յուրաքանչյուրն իր թիմակցին պետք է 1 բառով հուշի քարտի վրա գրված բառը։ Եթե հաջողվի, թիմը վաստակում է 5 միավոր։ Եթե չհաջողվի, խաղի իրավունքն անցնում է հաջորդ թիմին։ Մյուս թիմի մասնակիցը կարող է ավելացնել ևս 1 հուշող բառ, որպեսզի իր թիմակիցը կարողանա գուշակել։ Եթե հաջողվում է, նրանց թիմը ստանում է 4 միավոր։ Եթե չի հաջողվում, խաղի իրավունքը կրկին անցնում է մյուս թիմին, այսպես 4 անգամ, եւ ամեն անգամ միավորների քանակը նվազում է։ Պարզ է խաղի կանոնները։ Մենք կսկսենք չհաղթող թիմից, նրանք կորոշեն ումից սկսենք, Մարիամ ձեզանից սկսենք, թե Լևոնից։ Դու սկսի։ Ես կսկսեմ։ Լևոն ջան, կարդացեք ժամանակ բան չկա, չէ՞։ Խնդրում եմ 1 բառ հնչեցրեք, Լևոն։ Ոնց 1 բառ ընդամենը։ Ես գուշակելու մեկը։ 1 բառ, չէ, խնդրում եմ ոչ մի բառ մի ասեք։ Ոզնի։ Մշուշ։ Փոխանցեք կարտը Սուրենին, Սուրեն կարող եք կարդալ, կարող եք հնչեցված բառեր օգտագործել իրոք ձեզ։ Հայկո, ոզնի, մշուշ, համարյա։ Մշուշ, համարյա։ Հայկ պատասխան ունեք։ Չունենք պատասխան։ Լևոն։ Չգիտեմ, ուզում եմ բացատրեմ, թե չէ, որտեղ ինձ թվում է արդեն գիտես։ Ոզնին գիտես, մշուշը շատ մոտիկ ես, ոզնի, մշուշ։ Համարյա բառը կարող եք օգտագործել, եթե ձեզ պետք է։ Մի բառ կարամ, չէ՞ օգտագործեմ։ Հիմա կարող եք մի բառ ասել ավել։ Ոզնին որտեղ։ Մշուշի մեջ։ Ոյ աստված ջան։ Չէ։ Շատ ափսոս։ Դե, տեսնենք։ Լսի, Վերջ։ լսի։ Չեմ կապում մշուշն ու ոզնին ուղղակի։ Մշուշ։ Ոզնին բացենք թողում։ Ոզնի։ Okay, մշուշ։ Մշուշ, համարյա մշուշ։ Okay։ Տեսանելիություն։
ներվայնացա։ Մարախու։ Ճիշտ է։ Բրավո։ Վերջապես Յոժիկ, այո, Ոզնին մարախուղում։ Ես ընդ մի պահ գնացի գիտես դրա վրա։ Դուք վաստակեցիք 2 միավոր եւ շարունակում ենք հերթը ձերն է Հայկ։ Մեկ բառով, խնդրում եմ ավել ոչ մի բառ մի հնչեցրեք։ Որ ասեմ չգուշակես ինքը կասի մի անգամից։ Խնդրում եմ ասեք բառ։ Եթե հիմա չասեք խաղը կփոխանցվի Մարիամին։ Հանդիպում։ Ժամադրություն։ Փոխանցեք խաղակարտը Մարիամին, խնդրում եմ ժեստերով հիմա ոչինչ ցույց մի տվեք։ Հանդիպում դրսում։ Տեսակցություն։ Ոյ, ինչ տխորած է տեսակցություն։ Ոչ, Լևոն։ Հայկ։ Հանդիպում դրսում ծառեր։ Սուրեն։ Ծառեր հանդիպում դրսում։ Ինչպես մեզ Սուրեն, ձեր պատասխանները ուր են։ Բան հանդիպում դրսում 3 վայրկյան։ ծառեր։ Մի օր։ 3 վայրկյան։ Ծառեր հանդիպում Վերջ, պատասխան հնչել է։ Մարիամ։ Վերցնա։ Չէ, վերջին անգամ պետք է ասեք բացատրեք ձեր ընկերոջը։ Հանդիպում դրսում ծառեր քայլել։ Զբոսանք։ Վայ, շատ մոտ էի։ Մի գնացեք Լևոն, վերադարձեք։ Գնա։ Էտա Բառը զբոսայգի բառն էր։ Ափսոս։ Սուրեն, հերթը ձերն է, 1 բառով առանց էմոցիա, առանց ժեստերի բացատրեք ձեր թիմակցին։ Հնչեցրեք։ Բարձրանալ։ լեռնագնացություն Շատ բարդ պատասխան, բարձ հարց, բարդ պատասխան։ Արդեն նայելու էի, ուզում բացատրել։ Լսի, տեսել եք ընթացքում։ Բարձրանալ։ Շենքում։ Աստիճան։ Բան եմ ես ձեզ։ հա թե չէ չես ասելու ասա ամեն դեպքում ասա Սպասի Բարձրանալ շենքում Այդ բառը հայերեն չգիտեմ։ Ես գիտեմ, եթե ասա լավ։ Աստիճանի Ասա։ վերելակ։ Ճիշտ է, այո, վերելակ, ինչ ափսոս։ Դուք երևի տենց շենքում եք բնակվում, հա, Մարիամ, որ Սեփական տանն եմ ապրում։ Սեփական տանը, այ, դե նորմալ է։ Տես խաղը պարտվեցիր, բայց առհասարակ հաղթել ես։ Կյանքը։ Քանի որ առանց հուշման է եղել պատասխանը, դուք վաստակում եք 4 միավոր։ Ֆանտաստիկ չստացվեց։ Այո, Մարիամ, ամփոփենք փուլը, 1 բառով այս հրաշալի դերասանին բացատրեք ինչ է գրված։ Վաու։ Կարդալ։ Գրել։ Վերցրեք։ Չէ, դժվար է։ Կարդալ տեղանք Սուրեն 3 վայրկյան։ Բան։ Կարդալ Տեղանք։ Հասկացել եմ, անունը չեմ կարում հայ։ Միրապե։ Հենց հիմա եթե պատասխան չունեք։ Ցուցանակ։ Okay։ Մարիամ, խնդրում եմ շարունակեք։ Փուլը։ Ես 2 անուն եմ մտածում։ Հիմա ինձ նենց արա որ հասկանամ N-ի թե N-ի։ Խնդրում եմ Գնաց։ Ինչ ասեցիր, կարդալ, հետո Կարդալ տեղանք։ տեղանք, Կարդալ։ կարդալ, տեղանք, ինստիտուտում։ Okay, հիմա էլի 2 բառը մտքով ես անցնում։ Խնդրում եմ պատասխան։ Առաջինը ասեմ թե երկրորդը դու ասես։ Առաջինը։ Ընթերցասրա։ Ճիշտ է, բրավո, Լևոն Ախվերդյան։ Բացի դրանից, որ տաղանդաշատ դրամատիկ դերասան, դեռ տաղանդաշատ այլ կերպ խաղացող։ Շատ Մտածում գրադարան թե ընթերցասրա։ Երկրորդ փուլը ավարտվեց, հաղթում են 6-3 հաշվով Հայկը եւ Սուրենը, իսկ ընդհանուր խաղի հաշիվն է այս պահին 26-21 օգուտ Սուրենին եւ Հայկին։ Իսկ մենք գնանք երրորդ փուլ, որտեղ դուք կարող եք առաջ անցնել։ Սիրելիներս, մենք երրորդ փուլում ենք։ Միանգամից ներկայացնեմ երրորդ փուլի կանոնները։ Այս փուլում քարտերը բաժանված են որոշակի թեմաների։ Անուններ եւ կերպարներ, ստեղծագործություններ, առածներ եւ ասացվածքներ։
Յուրաքանչյուր քարտի վրա 4 բառ է։ Մասնակիցը պետք է ընտրի թեման եւ 1 րոպեում իր թիմակցին բացատրի համապատասխան բառերը, չօգտագործելով բառարմատ եւ թարգմանություն։ Եթե հաջողվում է 1 րոպեում քարտի բոլոր 4 բառերը բացատրել եւ դեռ ժամանակ է մնում, իրավունք ունի վերցնել հաջորդ քարտը։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Պարզ է կանոնները։ Այո։ Հրաշալի է։ Նորից չհաղթողներից, չեմ ուզում պարտվող բառը օգտագործել, չհաղթողներից առայժմ։ Այդ ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք չասեցինք մեր խմբի անունը, մեր խմբի անունը Պրինցեսա է։ Ձեր խմբի անունը Պրինցեսա է, իսկ Լևոնը տեղակ է։ Լևոն դուք տեղակ եք որ ձեր թեմանը Պրինցեսա։ Չէ, լավ, կատակոմիկով Queen գնացինք։ Իսկ ձեր թեմի անունը ինչ է, Սուրեն եւ Հայկ։ Ոչ Պրինցեսա։ Ոչ Queen։ Չենք որոշել մենք։ Չենք որոշել թիմն է։ Արե հստակ չի։ Արյուններ։ Queen եւ հստակ չի։ Թագուհի թիմը պետք է որոշի ով է խաղալու, Լևոն դուք եք խաղալու։ Այո, ես եմ խաղալու։ Ընտրեք թեման։ Գիտես մի անգամ ուզում ընտրում եմ առածներ եւ ասացվածքներ։ Առոցներ եւ ասացվածքներ։ Իսկ վստահ եք որ այդպիսի բարդ թեման Մարիամը կարող է գուշակել։ Ես համոզված եմ Մարիամի ամեն որոշման վրա։ Ինձ մնում է ասել կարող եք վերցնել քարտը։ 1 րոպեն սկսված է։ Այսի արագ, ինչ ես կապում ձեռքիդ։ Ժամացույց։ Եվ արծաթե չէ այն մեկը։ Ոսկյա։ Հիմա ասա այդ ինչա։ Ոսկյա ժամացույց։ Չէ, ասացվածքա։ Ժամանակը ոսկի է։ Ապրես։ Ճիշտ է։ Լսի, աճումա։ Ծառ։ Պտուղը ծառից ջրել։ Չէ, ցորենը որ աճում է։ Ցանել։ Ինչ դե հիմա ասա, բանը ասացվածքը ցանել բառը մեջը կա։ Ցան, չգիտեմ այդ ասած։ Անցեք մյուսին, Ցանել եւ այդ ցանելը մաքրել ինչ անել։ Բանը ցան, հա, մյուսը ասա կասեմ։ Okay. Լսի, ամենաշուստրի կենթանի որն է գայլը չէ այն մեկը։ Աղվես։ Աղվեսի հետ կապված ինչ ասացված կա, եթե աղվեսի Աղվեսը դունչը չի հասնում խաղողի։ Աղվեսը ինչա լինում, երբ որ իրան բռնում են, դա այն դեպքում են ասում, երբ որ ինքը մտածում ամենաշուստրին է, բայց ամենավատ բաները իր հետ է կատարվում։ Աղվեսը էս ինչքանի է տա։ 2։ Երկու ոտով թակարդ են կապ։ Ստոպ, այստեղ ժեստեր զանգել, պատմել, ամեն ինչ եղավ։ Հա, չէ, չվերցնես ասացվածքը։ Լևոն, շատ բարդ թեմա եք ընտրել, բայց ինձ թվում է դուք sense տանը պարապել նոր եք։ Ինչ հնձելը։ Սուրեն հերթը ձերն է, ընտրեք թեմա։ Ես կընտրեմ ստեղծագործություններ։ Չարսնեք ինչի չգիտեմ։ Փորձենք։ Վստահ եք, որ Ոչ։ ուղղակի ուզում եք ձեր ընկերոջը Կապչունի ինչ։ վատ դրության մեջ։ Այո, ես վստահ չեմ այդ իրավ ընդհանրապես։ Հասկանալի է։ Դե ինչ, կարող ենք սկսել։ Լսի, ոսկե ինչը։ Ցելիկ։ Չէ, ջրի մեջ։ Ձկնիկ։ Ոսկե պահի, այդ ձուկը երկրորդն է, առաջին բառը ուրիշ ձև է։ Ես ինչ եմ անում հիմա։ Խոսել։ Ինչ Միացրել է։ ձկնիկն ու խոսել։ Ձկնիկը երկրորդն է։ Ոսկե Ինչ եմ անում հիմա։ Խոսել։ Ահա։ Մեծ փորձի կապել եւ անուն ասել։ Ասեք բառին, եթե չեք կարող։ Լսի, երեխան չեն մեծը։ Մեծին ոնց է։ Պապիկ։ Ուրիշ ձև։ Ով է գրել, ասեք ով է գրել։ Զառամյալ ծերունի։ Ծերունին ու ծովը։ Այո։ Ճիշտ է։ Լսի, բանը, սա կնոջ անուն է։ Okay. Virginia Woolf Օպերայում եղել է դա։ Մարիա Օպերայում։ Լսի, Գայանե բալետի հետ է։ Մեր Ճաղարյանի անունը ի՞նչ է։ Կարեն։ Ահա։ Դրանով է սկսում։ Առաջին Կարմեն։ Այո։ Ճիշտ է։ Ես ինչ եմ անում։ Ստոպ։ Այդ չեմ։ Դու ուշանում ես, ինչ ես անում։ Ես խոսում եմ։ Խոսող ձուկը։ Սողձուկը։ Բայց չասեցի այդ։ Չէ։ Այնտեղ կար նաև Fahrenheit 451, որը որ բավականին դժվար է լինելու բացատրելը, բայց Վերջին կարծացածս գիրքն է այդ։ Օ, բրավո։ Դուք ձեր դարդերի մասին մտածեք, Մարիամ։ Ասեք ինչ թեմա եք ընտրում։ Վերցնեմ չես ասելու։ Չգիտեմ, մար, ինչ ուզում ես արել, կարդակ հայտարարենք։ Հա, բայց ասեք իմանանք։ Լավ, ստեղծագործություններ։ Ստեղծագործություններ, օ, 1 րոպեն սկսված է։
Ռիչարդ Բախի ամենահայտնի ստեղծագործությունը։ Այն որ ծովի վրով այն թրջուն գալիս է, ինչ անունով։ Livingston ճայը։ Ջոն Livingston ճայը։ Այ այդ Օրուելը մի հատ ուրիշ գործ ունի, որ գոյուն բեմադրել են Սաքոն արտավազդ է ստացել։ Ապրես, բանով, Լերմոնտովը ինչ է գրել, որ շորեր են հագել մարդիկ։ Դիմականդես։ Մերսի, Հարութի նշանած անունը ինչ է։ Որ Հարութի։ Իմ ընկերուհու, այն որ միշտ իրար հետ վիդեոներ ենք դնում։ Հարութի նշանածումը։ Իսահակյանն է գրել։ Սարգսյան, Իսահակյանն է գրել, ավելի հեշտ է ուզում բացատրել։ Ապրես։ Բալզակը ինչ է գրել, այն որ մարդ ինչ ունի վրան։ Լավ, Ջեք Լոնդոնը Գայլի մասին մի հատ գործ ունի։ Ջերմակ ուրիշ ձև։ Տապաստանի Ջերմակ ուրիշ ձև։ Ջերմակ սև գորշ գայլ։ Սև գայլ։ Սպիտակ գայլ։ Ուշալ է, կգնացի գորշ։ Մեր թատրոն ներկայացում կար, որ Լուիզը խաղում էր, Արտաշը խաղում էր։ Ստոպ։ Կարամ ասեմ։ Չէ, չեք կարող ասել, բայց ամենա զվարճալին այն է, որ Մարիամը մեր թատրոնում որ աջոր ջղայնատը։ Հա ինչ-որ փակցեց մի կողմ է։ Լիլիթը շատ հեշտ կարող եք բացատրել։ Իմ ընկերոջ նշանների։ Իրականում ասեմ, ինքը միշտ ինքը իմ հետ այդ աղջկան տեսնում ես, թվաց դա ավելի հեշտ կգուշակի։ Դες բայց ասացինք ավետիքիստական մի անգամ է։ Ադամը չէ, Եվան չէ։ Հա լավ։ Խնձորը։ Ոյ։ Դե ինչ հայք հերթը ձերն է։ Անուններ ու կերպարներ չի եղել, եկեք փորձենք։ Եկեք փորձենք։ 1 րոպեն ձեզ բավականաչափ է։ Կա ուրիշ հնարավորություն, այսինքն։ Չկա իհարկե։ Ասացի մի քիչ օգտվեմ իմ իշխանությունից։ Դե ինչ, 1 րոպեն սկսված է։ Էպոս։ Հայկական էպոս։ Սասունցի Դավիթ։ Ապրես։ Թշվառներով ա գրել։ Հյուգո։ Ապրես, ինչ Հյուգո։ Վիկտոր Հյուգո։ Ապրես։ Ֆանտաստիկ գեղեցկուհի դերասանուհի էր։ Հիմա արդեն զարգաց չէ, հիմա չէ, հին ավելի։ Ավելի հին, Աուդրին չէ մյուսը։ Իտալուհի։ Սոֆի Լորեն։ Ապրես, շատ ապրես, էլի շատ հայտնի դերասան է։ Որտեղից։ Լյուբոյտեղից։ Լեոնարդո Դիկապրիո, Ալեն Դելոն։ Մի քիչ հին, Ալեն Դելոնին մոտ է։ Ալեն Դելոնին մոտ է։ Այդ Ալենը կա։ Ալենը կա։ Ինչ Ալեն։ Վուդի Ալեն։ Ճիշտ է, անցեք մյուսի։ Բան, էլեկտրականություն գտնողը։ Բան, Վոլտ։ Չէ, մի չէ։ Մեր էլեկտրիկա։ Մասիրը տրեհան տարավիրա։ Ապրես։ Բրավո։ Ռուս ռուս որը թրաֆ բան դիեզեր Վիկտոր բան Գագարին Յուրի Գագարին ապրես ճիշտ է հələ մտածի հիմա տեսեք այն մարտիշկա Ստոպ ասացի դերասան Տեսլա լուրջ Ընկերներ շատ լավ խաղացիք առաջին շրջանը արդեն երկրորդ շրջանի հերթն է Լևոն ընտրեք թեման Անուններ եւ կերպարներ Անուններ եւ կերպարներ հրաշալի թեմա ինձ թվում է ավելի հեշտ կստացվի ձեզ մոտ 1 րոպեն սկսված է Okay Ահա Նա ասա ուրիշ ձև ասա Ասեք ժամանակ մի կողմ Գնացինք դիմանկարը ով է գրե Լեոնարդո դա Վինչին Այն որ սիրը հարվում է ինքին Հա պարտները Դորիանը Գրեյը ասեցի Ֆրանսիայի հայ շանսոն է Շարլ Ազնավուր Okay հայ գրողներից Նարդոս Այն մեկը Նարդոս Աքսել Բակուն Չէ Նարդոսը միշտ մյուսն է ինքը Քաոսը Շիվան Զադե Դե պետք է օգնել մեր ընկերներին Դե հիմա տենում ես հիմա էս մեկն է Ասա այդ մեկը Այդ մեկը չեմ օգնի Ուրիշ ձև ասա Ուրիշ ձև ասա խնդրում եմ կա ժամանակ ուրիշ ձև ասա Նիկոլո Պագանինի Պագանինի Բարացեց Լևոնը Ես դες ասում եմ անունները չեմ կարա Լավ Դե տենում ես որ լարվում եմ Շարունակում ենք շրջանը հերթը ձերն է Սուրեն ընտրեք թեման Ես էլ եմ անուններից Արի Բացատրելուց վատ եմ, բայց փորձեմ Փորձի ստեղծագործություն վերցնեմ Էական չի մի բան վերցրու Լավ եկեք անուններ եւ կերպարներ Անուններ եւ կերպարներ Դե ինչ սկսված է 1 րոպեն Գնացինք Լսի նկարիչա մեր դպրոցում աստիճանների վրա կար իր նկարը ներ չգիտեմ լավ Աստիճանների վրա Դավինչի Իտալացի Իտալացի Մոդելյանինա Միքելանջելո Իմ ազգանունը ի՞նչ է Պողոսյան Այդ տառով Անցեք ուրիշ բառի Լավ Ոյ աստված ջան Լսի բանը նավի ղեկավարը Նավապետ Ուրիշ ձև Ասա Չեմ չգիտեմ Լսի ինչ անել թելերը Կապել Նավի ղեկավարը Կապիտան Ահա կապիտան
Նեմո։ Այո։ Ճիշտ է։ Շարունակեք, բրավո։ Ղափլանյանի անունը, Ահա։ Հրաչյա, ու ինքը գրող է։ Հրաչյանա գրող։ Հրաչյա, շատ հուսով եմ որ ինքը գրող։ Լսյոս գիտեմ Ես ինչ եմ կարդում քո գլխին։ Քո գլխին ինչ եմ կարդում, գլխի որ խրատներ եմ տալիս ուրիշ ձև խրատը։ Ստոպ։ Բայց Պաբլո Պիկասոն իսպանացի է, եթե իմ հիշողությունը չի։ Թողնի Պիկասոն, բայց Իսկ Աճարյանը գրող չի, ընտրեք թեման։ Ես եմ էլի խաղում։ Ես ասում եմ դու ստեղծագործություններ ասեմ։ Ինչ ուզում ես ասա։ Ինչ թեմա եք ընտրում։ Ստեղծագործություններ։ Մարիամը ընտրեց ստեղծագործություններ, Լևոնը գույնը գցեց եւ մեր 1 րոպեն սկսվեց։ Գնաց։ Ուրեմն այն որ մուլտիկա որ խմորը հունցում են գլորվելով գնում է հայրեն Գնդլիկ բոքոնիկ ապրես տենց գործ կա գիրք կա ես ինչ եմ պահում ինչ կենթանի Շուն մենք ինչ օրգանով ենք ապրես էպոսը մեր էպոս հա բայց որ մի բան ուղիղ չի ինչա Ծուր սասնածռե ապրես ով իջավ լեռան վրա Նոյը Այդ տենց մի հատ գործ կա նոյը Ստոպ Մարիամ ստոպ դուք չկարողացաք դուք ճիշտ չբացատրեցիք կանոններից դուրս իջնել բառը օգտագործեցիք բայց ոչինչ 3 ճիշտ պատասխան ունեք Հայկ արդեն ձեր հերթն է Բայց ապրես մար Լուրջ եմ ասում մենք Ընտրեք թեման Անուններ եւ կերպարներ գնանք թե ստեղծագործություններ Որ ուզում ես այդ Անուններ եւ կերպարներ Անուններ եւ կերպարներ Հայկը ընտրեց անուններ եւ կերպարներ Դե ինչ 1 րոպեն սկսված է ես էլ Բան Այտենց ներկայացում կա հենց հիմա բանում Գյումրիում Մեր ընկերներ խաղում է գլխավոր դերը Չէ որ փանոցը չկա Գյումրիում Լսի բանում անտառներում մեջացած ապրես Հիդրո ջեկ Ընդհակառակը ապրես Բան Ինչ Սեբաստացի Մխիթար Ապրես մխիթար ինչ Սեբաստացին չէ Չէ, իմ անվան առաջին տառով ապրես Չեք կարող ձեր անվան առաջին տառով շարունակեք Երեխեք երևի թե ամոթա բայց չգիտեմ ով է ինքը Վայ Շատ ամոթա գիտեմ Ոյ Բանը նորվեժский լես Ուրիշ ձևով բացատրի անունը Հա, բացատրի ճիշտ է, այդ է նորվեգական անտառի հեղինակն է Ոյ աստված եւ Ասեք Բան Քրիստինե Պեպելյան Ստոպ Ավարտվեց ձեր ժամանակը Ո՞չ բացատրել Հարուկի Մուրակամին Մխիթար հերացին կարող եք շատ հեշտ բացատրել օրինակ ինչի ձեր անվան առաջին տառով գոնե ինչ-որ հերվից գայ կոնկրետ դրեցիք կանոններից Այս տեմպի մեջ իրականում ամենատենց հեշտ բաները սենց Հավասար պայքար է անգամ միավորներում 11-11 հավասար հաշիվ է Կարող եք ինքներդ ձեզ ծափարել սիրելի ընկերներ Շատ լավ խաղացիք 11-ական միավորներ Իսկ ընդհանուր խաղի հաշիվն է 37-32 հաղթում են Հայկը եւ Սուրենը Բավականին մոտ թվեր են իսկ արժեվում կա եզրափակիչ որտեղ Չես կարող ասել ով կհաղթի բայց այս պահին պետք է որոշենք ովքեր են մասնակցելու եզրափակիչ խաղում Ես կզիչ եմ Մարիամի որպես աղջիկ Ինչ լավ թիմ եք զիջում են իրար զիջում Որոշեք խնդրում եմ Մարիամ դու խաղա Վստահես Հա Դու խաղա Սուրեն Ես քեզ վստահում եմ Սուրեն դուք ընդունում եք Սուրենը կխաղա եզրափակչում Հայկ եւ Սուրեն թիմից իսկ Queen թիմից Իհարկե մեր Queen-ը Թագուհին Այո Մարիամ եւ Սուրեն եզրափակիչ Թեժ է լինելու Եզրափակիչ փուլ Սուրեն Մարիամ գրեթե կարելի ասել հավասար միավորներ ունեք ու եզրափակչում կպարզվի ով է հաղթողը 7 վայրկյան ունեք մտածելու համար այնպես որ լարեք ձեր ուղեղը ինչպես ասում են որպեսզի լավ խաղաք Շատ վատ եմ Վատ է Սուրեն Ես 7 վայրկյանում նոր սկսում եմ մտածել Դուք միշտ 7 վայրկյան շուտ սկսեք մտածել Լավ Դե ինչ ներկայացնեմ մեր եզրափակիչ փուլի կանոնները 1 հարց 7 վայրկյան 3 պատասխան Մասնակիցներից յուրաքանչյուրի համար հնչելու է 5 հարց որոնցից յուրաքանչյուրին պետք է տալ 3 պատասխան 7 վայրկյանում Ամեն հարցին 3 ճիշտ պատասխան տվող թիմը վաստակում է 3 միավոր Դե ասեք ումից սկսենք հիմա Թող Մարիամը որոշի Ես առաջարկում եմ քար մկրատ թուղթ խաղի միջոցով
որոշել։ Ես ախր միշտ բարդվում եմ այդտեղ։ Կարող է այս անգամ հաղթեք։ Ինչքանը վեր ճիշտ է։ Չնայած պրոֆեսիոնալ։ Այ, այս անգամ չիկին չօգնեց։ Սուրեն, որոշեք, դուք եք ուզում սկսել, թե կփոխանցեք։ Կսկսեմ։ Ես կսկսեմ։ Դուք սկսեք։ Շատ լավ համարձակ Սուրեն։ Սկսեցինք։ Թվարկիր 3 բառ, որ վերջանում է ր տառով։ Չունի պատասխան Սուրենը։ Հաջորդ հարցը։ Թվարկիր 3 թանգարան։ Թանգարան, Փարաջանովի թանգարան, Թումանյանի թանգարան եւ Պատմության թանգարան։ Ճիշտ է։ Թվարկիր 3 երաժշտական խումբ։ Beatles, Nemra, MP-Ray։ Բրավո, երկուսը հայկական են, շատ ապրեք։ Թվարկիր 3 տվյալ, որ նշվում են անձնագրում։ Անուն, ազգանուն, հայրանուն։ Բրավո։ Եվ վերջին հարցը։ Թվարկիր 3 լիճ։ Սևան, Կասպից, լիճը չի։ Տիտիկակա։ Ճիշտ լիճը։ Եվ Բայկալ։ Ապրես։ Երևանյան։ Ճիշտ է, վերջապես հասցրեցիք։ Տիտիկակա։ Սուրեն, դուք վաստակեցիք 12 միավոր, այսինքն 4 ճիշտ պատասխան եք ունեցել, պատրաստ եք։ Թվարկիր 3 բառ օդ արմատով։ Օդապարիկ, օդաչու։ Ստոպ։ Ցավոք, օդ բառը չեն կարող հաշվել։ Ոչինչ, շարունակում ենք։ Թվարկիր 3 թռչուն։ Ծիտ, կաքավ, արագիլ։ Ծիտ։ Ճնճղուկ էլի։ Ճնճղուկ, կաքավ, արագիլ։ Այ հիմա ճիշտ է, որտեղ ծիտը հենց թռչուն է։ Հա, բայց ճիշտ պատասխանեցիք, ապրեք։ Հաջորդ հարցը։ Թվարկիր 3 հայտնի անձանց անուններ, որ պատկերված են հայկական թղթադրամների վրա։ Իսահակյան, Սևակ, Թումանյան։ Ճիշտ է։ Թվարկիր 3 ռեժիսորի անուն։ Հրաչյա Քեշիշյան, Արանովսկի եւ Տարկովսկի։ Ճիշտ է։ Եվ վերջին հարցը։ Թվարկիր 3 տիեզերական մարմին։ Կարամ մոլորակներ, Նեպտուն, Սատուրն, Պլուտոն։ Ճիշտ է, իհարկե, տիեզերական մարմիններ են բոլորը։ Շնորհավորում եմ ձեզ, Մարիամ, դուք ունեք 4 ճիշտ պատասխան, այսինքն 12 միավոր։ Իսկ հիմա հնչեցնենք վերջնահաշիվը, ինչպես ասում են։ Դամ։ 49 եւ 44։ Շատ ճիշտ է։ Մաթեմատիկայից լավ է։ 49-44 հաշվով հաղթում են Սուրենը եւ Հայկը։ Նրանք այսօր պետք է հաղթեին։ Ապրեք։ Բայց ես ուզում եմ ծափահարել մեր հակառակորդ թիմին։ Ապրես Սուրեն։ Իսկական ջենտլմեն։ Ֆանտաստիկ խաղ։ Դուք ունեք անակնկալ, ուրեմն Հանրայինի ֆոնդից մենք ձեզ ուզում ենք նվիրել 1 միլիոն գուրգուրանք։ Ես եմ տա վերջապես միտեղ բախվում Վերեց գուրգուրանքից լավ ինչ կարող է լինել։ Միթե ամեն ինչ նյութի մեջ է, Սուրեն։ Իրոք միայն դա է մնացել։ Բայց իրականում դուք ունեք նվերներ, այլ կերպ ընկերության կողմից ունեք շատ հրաշալի նվերներ, եկեք շնորհակալություն հայտնենք այլ կերպին։ Հաղթողներն էլ ունեն, պարտվողներն էլ ունեն։ Այդքան դեմոկրատ հաղորդում են մեզ մոտ։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, ես էլ ուղարկում եմ իմ անձնական ֆոնդից ձեզ մի միլիարդ սրտիկներ եւ գրկեր։ Մնացեք բարյավ, հիշեք, որ ես ձեզ շատ եմ սիրում ու սպասում եմ հաջորդ ուրբաթ հանդիպմանը։